Jsme Madagascar gխավոր մադրիդային գերոքանի հետ խաղային մամուլի ասում սկզբում արցախական կոմբինացիա դրագրությունները նույնպես շարունակել հայտարարությունների հետ начинаем пресс-конференцию с главным тренером Madagascar Валерием Геворкяном. Bună seara, o să începem cu întrebările jurnaliștilor români. Cine întreabă? Bună seara, disappointed în engleză sau În român. dezamăgit, ce se mai poate spune despre joc și aș vrea să știu dacă considerați că situația ar fi fost sau meciul ar fi fost altul, dacă n-ați fi avut un jucător eliminat. Что вы можете сказать об матче, расстроены ли вы и может быть, мог бы быть другой исход, если красная карточка не была в начале матча? Во-первых, я хочу извиниться перед нашими болельщиками, хоть и там малое количество, но они болели до последней минуты при такой sложной ситуации, продолжали поддерживать нас. Ne cerem scuze față de suporterii noștri în primul rând, deși au fost puțini, dar ne-au susținut pe parcursul la tot meciul. Во-вторых, я крайне недоволен игрой защиты. În al doilea rând, sunt destul de dezamăgit de jocul în defensivă. Красная карточка просто так не произошла. Cartonașul roșu nu a fost pe loc de. Мы начали очень плохо игру, Noi am început jocul foarte prost, неудачно. fără de noroc. Быстрый гол, сразу красная карточка. Un gol rapid, deodată și cartonașul roșu. Ну, думаю, что большую роль сыграла второй мяч в конце первого тайма. Și cred că un rol foarte important l-a jucat al doilea gol de la finalul primului. Cluj такая команда, Cluj este așa o echipă, что если разрешить им играть с мячом, dacă îi permit să joace cu mingea, să dețină, să posede mingea, будет очень трудно. o să fie foarte greu. Мы это понимали, Noi asta am înțeles. но в меньшинстве трудно было уже отбирать мяч. В меньшинстве после красной карточки трудно было отбирать мяч. Da, fiind într-un număr mai puțin de jucători, e foarte greu să iei minge. Ați zis că s-au înțeles greșit, că nu ar fi fost cartonașul roșu acordat corect? Nu, a fost acordat bine meritat. Alte întrebări? Нет, вопрос. Շարունակում հայտարարությունների հետ հարցեր։ Արման։ Ամերիկյան խոսեցիք, որ կիրբանաջորը թիմի համար ինչ բաժավետ կային ձեզ հաղորդություններ, միցացի ճշմուններ կամ միցացի երեխաների ճշմուններ Չեմ կարծում ամբողջ թիմի համար չէր այդպես, ես չեմ ուզում անուններով մատնանշեմ, մենք երիտասարդ թիմ ենք ու ես հիմար մարզիչ չեմ, ես ամեն ինչը տեսնում եմ, ես հասկանում եմ խաղից սխալներն եմ տեսնում, պարզապես մենք ունենք այն ինչ ունենք այն ֆուտբոլիստները, որոնք որ ունենք, գալիս է մի պահ, որ ֆուտբոլիստը եթե չի կարողանում հաղթահարի այդ ճնշում այդ մակարդակի, կարա այսպես ձախողում լինի խաղի։ Նախորդ խաղերում էլ եղել այդ ձախողումները այդ դիրքում, բայց կարողացել ենք հետ գալ, իսկ այստեղ կարմիր քարտը մեզ չթույլ տվեց հետ գանք։ Մինչև կարմիր քարտը մենք առաջի գոլից հետո վերցրեցինք նախաձեռնությունը մեր ձեռքը, մենք խաղում էինք այն ֆուտբոլը, որ ուզում էինք, բայց կարմիր քարտը լրիվ ոնց որ ասած արդեն դժվարացրեց, մենք մեր հաղթաթղթից զրկվեցինք, պրեսինգից զրկվեցինք, իսկ Cluj-ը գնդակով շատ լավ է խաղում, թողեցինք իրանք գնդակով մնացին արդեն, մեզ համար շատ դժվար էր։ Գումարած ես արդեն ասացի, որ ես շատ դժգոհ եմ պաշտպանությունը ձախողեց այս խաղը, հենց սկսած առաջի գոլից, վերջացած կարմիր քարտից ու երկրորդ, երրորդ գոլը։ Դժվար է, որ դու մնում ես մի ֆուտբոլիստ պակաս, պաշտպանությունը վատ է խաղում, շատ դժվար է խաղը ինչ-որ հետ բերելու հույս ունենալ։ Ամեն դեպքում ունենք ֆուտբոլիստներ ու մեծ մասը, դա է ուրախացնում, որ մինչև վերջին վայրկյանը պայքարեցին, թեկուզ 10 հոգով էլ փորձում էին, որ ինչ-որ մի բան անեն։
Ստրատեգիան էլ փոխվեց, թե նկատեցիք ես փոփոխությունները շատ ուշ արեցի, որովհետև գիտակցում էի, որ վերջում կարող է 9 հոգով մնանք։ 12-րդ րոպեից այսպեսի թմի դեմ մենք քանակությամբ պակաս ենք խաղում, վերջում արդեն տանգավորը մի ստոպ կորցրեցինք առաջին խաղակեսում, մնաց ընդամենը 2 ստոպ, ընդմիջմանը չգնացինք փոփոխության, որովհետև ֆուտբոլիստի որ պետք է փոխարինեինք, ով պետք է դուրս գար դաշտ պատրաստ չէր երկար խաղալու։ Ինչևից է, սա ֆուտբոլ է, մենք պետք է շարժվենք առաջ։ Գերության նկատի ունենալով Աշկերտի ֆուտբոլիստների միջին տարիքը և ինչքան երիտասարդ ֆուտբոլիստներ նաև այսօր խաղացին, կարող ենք ասել, որ փորձը նաև որոշ գործունեություններ Ինչ-որ չափով կարող եմ համաձայնվել, բայց այդտեղ փորձի խաղ չէր, այդտեղ վստահության, այդտեղ համարձակության խաղ էր, մենք հանդուգն համարձակ ֆուտբոլ ենք խաղում։ Նույն փորձը Երևանում էլ էր, ես անդադ հետ չեմ գնում Երևան։ Այդտեղ փորձի հարցը չի, այդտեղ համարձակությունն է պետք խաղալու այդքան բան։ Ես միգուցե մի քիչ շատ եմ նեգատիվ արտահայտվում իմ ֆուտբոլիստների հասցեին, բայց առաջինը ես եմ դրա պատասխանատուն, ես եմ այդ ֆուտբոլիստին ընտրում, ես եմ հանում խաղադաշտ, ամբողջ պատասխանատուն ես եմ, բայց մենք պետք է հասկանանք, որ մենք պետք է համարձակ լինենք։ Նույն կլուժներ, նույն ֆուտբոլիստներն էին, ոչ մի բան չէր փոխվել։ Մի հատ ուրիշ հարցակվող էր դաշտ մտնել, որ տենց հասկացանք։ Խաղը սարքեցին այդ հարցը։ Պարոն Գևորգյան, սա ձեր առաջին եվրոպական աշխատանքն էր Ալաշկերտի գլխավոր մասի պաշտպանում, ըստ այն հայտարարել նաև հաջորդ եվրոպական բեգի նվաճելու համար։ Ինչ դասեր քաղեց թիմը ու հետագայում Ալաշկերտի հատկապես որ գծեր պետք է դրասի։ Ճիշտ ասած իմ առաջին փորձ չէր Ալաշկերտի որպես գլխավոր մարզիչ, մենք էլի միասին թիմի հետ դուրս ենք եկել Եվրոգավաթ, հաղթարել ենք առաջին փուլը, երկրորդ փուլում էլ էլի կարմիր քարտով Դեբրեցենի հետ խաղացել ենք, դուրս ենք մնացել։ Դասեր միանշանակ քաղենք, մենք ցանկացած խաղից հետո կատարում ենք վերլուծություն, թե սխալների ուղղում, թե ինչ ուժեղ կողմեր ունենք, ինչի վրա պետք է աշխատենք, որ ավելի ուժեղացնենք, իհարկե դասեր կքաղենք։ Հարցեր։ Պարոն Գևորգյան, համապատասխան շնորհակալություն եվրոպական հանդիպումների համար, քանի որ Ալաշկերտից երկրպագուների սպասումներն են ընթացքում շատացան եւ նաեւ արդյունքներով շատացան երկրպագուները։ Այսպիսի մեկնարկը, այսպիսի որակով թիմերի դեմ եվրոպական որքանով թիմի կարող է գտնել առաջնությունում ավելի այսպես խաղի մեջ մտած մեկնարկել։ Շնորհակալ եմ մեր աշխատանքը բարձր գնահատելու համար։ Դուք շեշտեցիք, որ ընթացքում երկրպագուների կամ նաև հնարավոր է մասնագետների կողմից սպասելիքները շատացան, ուրեմն դրա համար հիմք կար, նշանակում է, որ մենք կարայինք ավելի լավ հանդես գայինք, դրանից եմ ասում, ես էլ շնորհակալ եմ, որ դուք շնորհակալություն եք ասում, բայց վստահաբար ասում եմ, որ մենք կարող ենք ավելի լավ հանդես գայինք, ու այսօր մենք ստեղից հաղթանակով վերադառնանք։ Ինչ վերաբերվում է այսպիսի մեկնարկը, իհարկե մենք հիմա արդեն 4 հանդիպում անցկացրել ենք շատ լավ մակարդակում, 2 հանդիպում Ելիմայի, 2 հանդիպում էլ Գլուժի դեմ։ Կարծում եմ, որ դա մեզ կօգնի առաջությունում ավելի շուտ մտնելու ռիթմի մեջ, քան մեր մրցակիցները։ Մի քիչ խաղամոտիկ է հաջորդ, հիմա մեր առաջադրանքը կլինի շատ արագ վերականգնել թիմը, շատ ծանր ստացվեց 10 հոգով այդքան աշխատանք, ճիշտ որոշումներ կայացնել կազմի հարցում ու ամենակարևորը հոգեբանորեն Ինձ թվում է, որ միանշանակ օգուտ է այսպիսի մեկնարկը առաջության հետագայի համար։ Պարոն Գևորգյան, կարծիք չէ, որ Ալաշկերտի շատ ֆուտբոլիստներ տարբերակների ուշադրության կենտրոնում են, հիմա ես արդեն պետք է պայքարեցին առաջությունում, ինչքանով է այդ հանդիպումը կարողացնում կամ դանդաղեցնում այդ ֆուտբոլիստների առաջապատասխան։ Ես ձեզ հասկացա, ինձ կարծում է դա կարող է արագացնել, որովհետև մենք նախագիծ ենք, պրոյեկտ ենք, որի որ առաջադրանքը ֆուտբոլիստների վաճառելն է։ Հետևաբար ունենք ֆուտբոլիստներ, որոնք արդեն բավականին երկար ժամանակ է թիմում են, քանի որ Եվրոգավաթային մրցաշարը մեզ համար այսօրից ավարտված է, հնարավոր է, որ այո, մի քանի ֆուտբոլիստներ հեռանան, ու նրանց տեղը սկսենք արդեն խաղացնել երիտասարդներին, դա չի նշանակում, որ մենք չենք պայքարելու բարձր տեղերի համար։
իհարկե բոլորս գիտենք Արաշկերտի քաղաքականությունը ներկայիս, բայց արդյոք ինչ-որ հարաճնան կամ պատակի դեպրելու օրինակ երևում հայտնելու կոնտեքտի երկրագավաթային գործում, թե ինչպես ստացվի ըստ քաղաքականության զգա։ Մենք պետք է հասկանանք, որ նախ պետք է հասկանանք ով է գնում, ով է։ Եթե ոչ մեկ չգնա, բնականաբար այս թիմը պետք է ավելի բարձր տեղի համար սկսի պայքարել, իսկ եթե ինչ-որ ֆուտբոլիստներ գնան, այդ ժամանակ էլ արդեն կարող են քննարկել մրցաշարային առաջադրանք։ Հարցեր կան։ Չկան հարցեր։ Ես եմ։